Հարգելի գործընկերներ, այսօր մենք ձեզ հրավիրել ենք մեր նախախորհրդարանի տարեվերջյան ասուլիսին, ցանկալի կլիներ իհարկե ուրախ տրամադրությամբ այս ասուլիսը անցկացնել, սակայն պետք է խոստովանենք, որ մենք այսօր շատ մեծ մտահոգությամբ ենք այսօրվա ասուլիսը հրավիրել եւ բոլորին հայտնի է ինչ պատճառներով, որտեղ վերջի ամիսներին այն գահավիժող ընթացքը, որին մենք ականատես ենք լինում Հայաստանում, ես նկատի ունեմ մեր պետականության ինքնիշխանության գահավիժումը, ստիպում է մեզ այսօր կենտրոնանալ այս մտահոգության վրա եւ ընդունել, որ մեր բազմադարյան պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք հայտնվել ենք մի բացառիկ անհեթեթ իրավիճակում, երբ որ անկախության վերագտումից հետո հաղթանակ տանելուց հետո, ռազմական հաղթանակ տանելուց հետո մեր պետականությունը կարծես թե կամովին մենք պատրաստ ենք հանձնելու։ Սա պետք է ասել, որ շոկային թերապիայի հայտնի ալիքները, որոնք ձեզ գիտեք վերջի 20 տարիներին մեր ժողովուրդը ունեցել է, հերթական շոկային ալիքն է եւ մենք պետք է կարողանանք դիմագրավել դրան, հասկանալ ինչ է կատարվում եւ հենց այսօրվա ասուլիսին մենք կփորձենք մեր դիրքորոշումը հայտնել տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ։ Եթե մեկ նախադասությամբ փորձենք ամփոփել մեր մտահոգությունը, ապա պետք է ասենք, որ Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգին դեմ հանդիման։ Առհասարակ միջազգային իրավունքի տեսության մեջ, երբ որ խոսում են պետականության, ինքնիշխանության, իրավասուբյեկտության մասին, տարբեր հատկանիշներ են նշվում եւ առավել լրիվը դրանցից 4 հատկանիշների առկայությունն է։ Դրանք են տվյալ ուրեմն պետականության մշտական բնակչության առկայությունը, տարածքի որոշակիությունը, յուրային կառավարության գոյությունը եւ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը։ Այս 4 հիմնական հատկանիշներով է բնորոշվում պետականության հիմքը։ Եվ մենք պետք է, եթե հետադարձ հայացքով նայենք վերջի տարիների ընթացքին, ապա կարող ենք հստակորեն ասել, որ բոլոր 4 հատկանիշների գծով նկատվում է նահանջ։ Բնակչության առումով բոլորիս հայտնի է արտագաղթի արագացած տեմպերը, որը սպառնում է ուրեմն ամբողջական կորստի, հիմնական, այսինքն կորիզային բնակչության կորստով։ Տարածքի առումով մենք նորից հայտնվել ենք Արցախի մասով անջատման, Հայաստանից անջատման լուրջ վտանգի առջև, որը վտանգում է ամբողջ Հայաստանի տարածքի գոյությունը, յուրային կառավարության փոխարեն մենք տեսնում ենք, որ կա մի վարչախումբ, որը յուրացրել է իշխանությունը, ծառայում է օտարի շահերին եւ իր սեփական կլանային շահերին։ Իսկ այլ պետությունների հետ հարաբերությունները պահպանելու կարողության իմաստով մենք տեսնում ենք, որ մեր ազգային ռազմավարական շահերը ամեն կերպ ոտնահարվում են եւ այդ կարողությունը նույնպես անշեղորեն նվազում է։ Փաստորեն ավելին կարելի է ասել, որ մենք վտանգված է ոչ միայն մեր ուրեմն պետականությունն ու ինքնիշխանությունը, այլև այն ուրեմն միտումները, որոնք նկատվում են տարածաշրջանում, կարող են ի վերջո հանգեցնել նաև հայության ֆիզիկական ուրեմն վերացմանը իր պատմական հայրենիքում եւ մեր պատմական հայրենիքի վերջի կտորի կորստությանը, այսինքն վտանգը իրականում շատ ավելին է, քան զուտ ինքնիշխանության եւ պետականության վերացումը։ Ահա այս մտահոգություններն են, որ այսօր մեզ բերել են այս ասուլիսին եւ մենք կփորձենք դրանց մասին
ավելի մանրամասն խոսել։ Ես ուրեմն նաև այսօր մենք պիտի խոսենք նախախորհրդարանի առաջարկած լուծումների մասին, որովհետև ըստ մեզ այս 4 հատկանիշների մեջ հենց յուրային կառավարության գոյությունն է, որը թույլ է տալիս ապահովել մնացած հատկանիշները պետականության եւ ինքնիշխանության եւ հենց յուրային կառավարության ներկայիս ճգնաժամի ելքերին է նվիրված մեր ծրագիրը։ Ես ձայնը տամ Ալեկ Ենիգոմշյանին, որպեսզի ինքը նույնպես այս առիթով արտահայտվի։ Խնդրեմ։ Ես ընդամենը շեշտեմ այն միտքը, որ պետության եւ pedagogical գորուստը պատմության ընթացքում դարբեր ժողովուրդների եւ դարբեր ազգերի համար հաջող եւ ընդհանրապես չի նշանակել այդ ազգի, այդ ժողովրդի վերացման վտանգ։ Եղել են դեպքեր, երբ նման վտանգ ներկայացվել է, բայց ընդհանրապես պետության եւ pedagogical գորուստը բարեբախտաբար այդ ազգերի բարակայում ազգի գոյութենական վտանգ բարդատիր գերվով չի նշանակում։ Սակայն մեր բարակայում ներկայումս 21-րդ դարաշրջին pedagogical գորուստը հղի է բարի ամենալուրջ իմաստով հայրենիքի գորուստին եւ ազգի բազմահազարամյա պատմության ավարտին։ Սրանք լոկ այդպես զգացական զեղումներ չեն այս արտահայտությունները։ Մենք բոլորս գիտակից ենք, ես ինքս գիտակից եմ, որ մեր պատմության ընթացքում հայ ժողովուրդը, հայ ազգը ապրել է իր ֆիզիկական վտանգ, իր համար ֆիզիկական վտանգ սպառնացող միգուցե ավելի վտանգավոր բահեր, սակայն հանգամանքների բերումով մեր դարերի ընթացքում եւ հատկապես 20-րդ դարաշրջին եւ 20-րդ դարի վերջին փոքրանալու պատճառով եւ դարածքային առումով Հայաստան երկրի փոքրանալու եւ թվային քանակի բնակչության քանակի առումով նվազելու պատճառով մենք հասել ենք քրիտիկական շեմին, որից մի փոքր եւս նահանջը նշանակելու է մեր պատմության ավարտ։ Կրկնում եմ, ավելի դժվարին պայմաններ ֆիզիկական առումով մեր ժողովուրդը ապրել է, սակայն որակական իմաստով մենք այլևս դեռ չունենք մի քայլ քանակական հետընթաց եւ ազգի գոյության որակի ավարտի շատ լուրջ վտանգի առաջ ենք գտնվում։ Այս առումով մեր համար, հայ ժողովրդի համար այսօր պետության եւ pedagogical գորուստը, որի այդ 4 հատկանիշների բավարարված չլինելու պատճառով մենք գտնվում ենք այդ պետության եւ pedagogical գորուստի ամենալուրջ վտանգի առաջ, դա այդ վտանգը մեզ առաջնորդելու է բոլոր առարկայական օբյեկտիվ դրյալները կան, որ դա մեզ կառաջնորդի ազգի եւ պետության, ազգի եւ հայրենիքի ավարտին։ Եվ այդ պատասխանատվությունից, այդ լուրջ իսկապես բարի ոչ միայն սկացական զեղումնային, այլ ամենալուրջ իմաստով ազգի ճակատագրի առումով նման վտանգով լի բահի պատասխանատվության գիտակցությամբ նախախորհրդարանը ամենայն լրջությամբ ձեռնարկում է Հայաստանում յուրային կառավարման հատկանիշի, որը գամային հատկության վճռականության դրսևորումն է մեր ժողովրդի լինելու, այդ հատկանիշի ձևավորմանը, որովհետեւ այդ հատկանիշը պետության արգայության իր հերթին նախ եւ առաջ թույլ չտա, որ մնացյալ 3 հատկանիշները հավելյալ լրացուցիչ հետընթաց ապրեն եւ ընդհանրակը դրանց նոր լիցք տա եւ մեր ժողովուրդը, մեր ազգը դառնա լիիրավ լիարժեք առողջ ազգ եւ մենք մեր pedagogiությամբ շարունակենք մեր
դերակատարությունը մարդկության, պատմության եւ քաղաքակրթության պատտման համաշխարհային գործում։ Այսքանը առայժմ։ Ես կուզեի խոսել իրապետության իրավասուբյեկտության այն հատկանիշի մասին, որ կարևորեցին պարոն Շուգազյանը եւ պարոն Ենիգոմշյանը, յուրային կառավարության ձևավորման, օր առաջ յուրային կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին, իսկապես կարևորելով դա որպես իրավասուբյեկտության մյուս 3 հատկանիշների երաշխավորի։ Ինչու է այդ հատկանիշը երաշխավորում մյուսների գոյությունն ու զարգացումը, արդեն ասեցին պարոն Ենիգոմշյանն ու պարոն Շուգազյանը, ես կփորձեմ ավելի մանրամասն անդրադառնալ այս առումին։ Իրավասուբյեկտության հատկանիշներից յուրային կառավարությունը միակն է, որ հնարավորություն է ապահովում մշտապես եւ կայուն կերպով իրականացնելու կամային եւ գիտակցական գործունեություն։ Մյուս հատկանիշները դրանք կամ օբյեկտիվ հանգամանքներ են կամ վիճակներ են։ Ուստի այս հատկանիշի ապահովումն է միայն մեզ հնարավորություն տալու կասեցնելու Հայաստանի ինքնիշխանության հանձնումը օտարներին, Հայաստանի իրավասուբյեկտության քայքայման գործընթացի կասեցումը երաշխավորելու եւ կանխելու այն ահավոր վտանգը, որ մեզ սպառնում է հայաստանյան իրականության, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական եւ մի շարք այլ գործոնների, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում առկա արտաքին տագնապալի գործոնների գումարային բացասական ազդեցության հետևանքով։ Տարբերությունը, որ առկա է նախախորհրդարանի առաջարկած տեսակետի, ճանապարհի եւ մյուս ուժերի առաջարկած դասական տարբերակների միջև, որոնք ըստ էության նույնն են իրենց որոշակի առանձնահատկություններով միայն, որոնք տարբեր չեն դարձնում դրանք միմյանցից, այն է, որ մենք առաջարկում ենք յուրային կառավարություն ձևավորել գործող պետական կառավարման համակարգից դուրս, մինչդեռ բոլորը առաջարկում են այդ կառավարությունը ստեղծել, ձևավորել գործող պետական կառավարման համակարգից ներս եւ նրա կանոններով ու նրա թելադրած պայմաններով։ Բանն այն է, որ մենք պիտի կարողանանք ընկալել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրային կառավարությունը հնարավոր չէ ձևավորել համակարգից ներս, որովհետև յուրային կառավարության փոխարեն, ինչպես արդեն ասվեց, մենք գործ ունենք ազգադավ եւ հակամարտկային վարչախմբի հետ, որը վերածվել է հանցավոր կազմակերպության, բռնության, խաբեության ու կեղծիքի միջոցով ամբողջությամբ յուրացրել է հայ ժողովրդի իշխանությունը, կաշկանդել է ազգի քաղաքական կամքը որևէ կերպ համակարգի ներսում եւ դրա միջոցով դրսեւորելու որևէ հնարավորություն, այդ թվում եւ գլխավորապես նաեւ ընտրությունների միջոցով ժողովուրդը չի կարողանում իր կամքը ձևավորել եւ դրսեւորել։ Փաստորեն այդ հանցավոր կազմակերպությունը պետական կառավարման համակարգը վերածել է իր օտար տերերի եւ իր կլանային ու անձնական շահերի սպասարկման գործիքի։ Որևէ կերպ դրա մեջ ժողովուրդը չի կարող ձևավորել եւ արտահայտել իր կամքը։ Դրա մասին են վկայում մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրությունները եւ դրանց հետեւած զարգացումները, որոնք բոլորն էլ ի վերջո ավարտվել են յուրային ժողովրդի նկատմամբ ապազգային ու հակամարտկային վարչախմբի ջախջախիչ հաղթանակով։ Ահա այդ պատճառով մենք առաջարկում ենք յուրային կառավարություն, միջազգային իրավունքի տերմինով ասած, յուրային կառավարություն ձևավորել գործող պետական կառավարման համակարգից դուրս։ Եվ քանի որ պետական կառավարման համակարգի առանցքը, կենտրոնական հանգույցը խորհրդարանն է,
եւ ժողովրդի քաղաքական կամքի ներկայացուցիչը այդ կամքը ձևավորելու եւ գործադրելու հիմնական գործիքը խորհրդարանն է, այդ պատճառով նախախորհրդարանը առաջարկում է գործող պետական կառավարման համակարգից դուրս արտահայտել մեր ժողովրդի կամքը, ձևավորել ապագա Հայաստանի հիմնադիր խորհրդարանը, ներկայացուցչական մարմին, որը կարտահայտի մեր ժողովրդի նպատակներն ու դրանցից բխող խնդիրները կառաջադրի ու հնարավորություն կապահովի հետագայում լուծելու դրանք, որպեսզի այդ հիմնադիր խորհրդարանը լեգիտիմացվի բաց ռեֆերենդումի, բաց հանրաքվեի տարբերակով, անձ առանց քաղաքացիների հետ պայմանագրեր հիմնադիր խորհրդարանի եւ քաղաքացիների միջև անձ առանց պայմանագրեր կնքելու միջոցով եւ հետագայում նաեւ այդ հիմնադիր խորհրդարանի կողմից կստեղծվի անցումային ժամանակաշրջանի կառավարություն, ժողովրդի կամքի համախմբումը այդ խորհրդարանն ու հիմնադիր խորհրդարանն ու կառավարությունը կապահովեն, կազմակերպումը ժողովրդի կամքի արտահայտման եւ գործադրման, դրա միջոցով կհեռացվի գործող հանցավոր վարչախումբը, այս հիմնադիր խորհրդարանը եւ անցումային կառավարությունը պատվաստի նման ներդրվելով գործող պետական կառավարման համակարգի մեջ հնարավորություն կունենան ժողովրդի քաղաքական կամքի, կոնսոլիդացված կամքի արկայության եւ դրա դրսեւորման արդեն հնարավորությունների պայմաններում կկարողանան առողջացնել գործող պետական համակարգը եւ անցումային փուլում ամբողջությամբ ապահովելով դրա առողջացումը անցում կատարել դեպի ժողովրդավարական միջոցներով, եղանակներով, արդեն սովորական ընտրությունների միջոցով ժողովրդավարական կառավարման մարմիններ, ժողովրդի կամքն արտահայտող, ազգի քաղաքական կամքը արտահայտող մարմինների պետական կառավարման համակարգի, այն է, ինչպես արդեն նշեցի, միջազգային իրավունքի տեսակետից, դրա բառապաշարով ասած, յուրային կառավարություն ձևավորելու նպատակին կհասնի եւ հասնելով այդ նպատակին արդեն այդ համակարգի միջոցով, յուրային կառավարության միջոցով կկարողանա ապահովել ինչպես արտագաղթի կասեցումը, տարածքի պահպանումը, այնպես էլ արտաքին հարաբերություններում մեր պետության անկախությունը եւ դրանով իսկ կվերականգնվի Հայաստանի իրավասուբյեկտությունը։ Ահա այս մեխանիզմը, այս առաջարկությունն ենք անում եւ հորդորում ենք բոլոր քաղաքական, քաղաքացիական առողջ ուժերին համախմբվել եւ ապազգային ու անձավոր կառավարման համակարգից դուրս սահմանելով մեր ժողովրդի նպատակներին համապատասխան մեխանիզմ ձևավորելուն կոչված կանոններ, այլընտրանքային ընտրությունների միջոցով ձևավորել հիմնադիր խորհրդարան եւ ապահովել մեր պետության կործանման կասեցումը, մեր պետականության կործանման կասեցումը եւ նրա հետագա զարգացումը։ Այսքանը շնորհակալություն։ Ուրեմն մեկ անգամ եւս ընդգծենք, որ Հայաստանի ինքնիշխանության այս կորստի այս գործընթացը կանգնեցնելու առաջնային պայմանը յուրային կառավարության վերստեղծումն է եւ ըստ նախախորհրդարանի այդ յուրային կառավարությունը հնարավոր է վերստեղծել միայն գործող կառավարման համակարգից դուրս։ Ահա այն հիմնական մեսիջը, որ այսօր մենք այստեղ փորձեցինք ձեզ փոխանցել։ Հիմա խնդրեմ, եթե հարցեր ունեք, համեցեք։ Կոնկրետ ժամկետներ կարող եք նշել, երբ եք այդ նախախորհրդարանը պատվաստել, եւ նաեւ ինչ քայլեր եք անելու, հա, բացի ասուլիսներից, այդպես նախկինում մարզեր եք գնում, կուզենայի իմանալ մարզերի հետ աշխատանքներ կան թե ոչ, ինչպես պիտի անել, որ հանրությանը համոզիչ դարձնել, հա, ալտերնատիվ այլընտրանք։ Ուրեմն երկու հարց կար, մեկը ժամկետների, մյուսը հանրության հետ աշխատանքի ձևերի վերաբերյալ։ Առաջիկա տարվա ընթացքում կարծում ենք, որ կձևավորվի հիմնադիր խորհրդարանը,
այն մյուս քայլերը, որը նշեց պարոն Ավետիսյանը, այսինքն պայմանագրերի կնքումը, լեգիտիմացումը այդ հիմնադիր խորհրդարանի, հավանաբար ժամանակը ցույց կտա, թե դա ինչքան ժամանակ կտևի, բայց համենայն դեպս հիմնադիր խորհրդարանի ձևավորումը մենք նախատեսում ենք առաջիկա տարվա ընթացքում։ Ինչ վերաբերում է ուրեմն մեր տեսակետները ժողովրդին հասանելի դարձնելու ձևերին, դուք ճիշտ նշեցիք, որ նախախորհրդարանը աշխատում է մարզերում նույնպես, մենք ունենք գրասենյակներ արդեն 3 քաղաքներում, Գյումրիում, Վանաձորում եւ Ղափանում, ինչպես նաեւ այցելություններ են արվում այլ մարզեր, նաեւ գյուղաբնակ վայրեր, եւ այս աշխատանքները նույնպես շարունակվելու են առաջիկա տարվա ընթացքում, մենք կարծում ենք, որ բացի քաղաքական մեր գործունեությունից, որը բոլորին հայտնի է, կա նաև ուղղակի դիմադրության տարբեր օջախներին աջակցելու մեր գործունեությունը, որը նույնպես այս տարվա ընթացքում բոլորդ նկատել եք, դա նույնպես կշարունակվի եւ հենց այդ ամենօրյա պայքարի ընթացքում շատ ավելի համոզիչ պիտի լինի այն տեսակետը, որ այս դիմադրության բոլոր օջախները ի վերջո պետք է վտակների ձևով միավորվեն այն քաղաքական գետի մեջ, որը ի վերջո պետք է ուրեմն ստեղծի յուրային կառավարություն Հայաստանում եւ ինչպես մենք այսօր փորձեցինք հիմնավորել, որը երաշխավորն է ինքնիշխանության։ Սա է։ Այ հաճախ տեսնում եք, հա, գրավիչ է տեքստը, բայց համոզիչ չէ։ Ունի հասարակության համար, որը անընդհատ խախտել է, սկսան դառնել։ Ինչպես պիտի իսկապես համոզիչ դարձնել։ Արդեն ասվեց այսօր, որ յուրաքանչյուրի իր քվեն կտա, հա, մեծ հաշվով։ Շոկային թերապիան ինքը որպես մեթոդ, մենք բազմիցս տարբեր երկրներում տեսել ենք դրա կիրառումը, եւ շոկային թերապիայի հիմնական խնդիրը հոգեբանական զենքի էֆեկտն է, այսինքն երբ որ տվյալ բնակչությունը, տվյալ երկրի կամ մարզի կամ կայսրության բնակչությունը հոգեբանորեն զինաթափ վիճակում է հայտնվում։ Այն վիճակը, որում այսօր մենք կարող ենք ասել հայտնվել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, դա հոգեբանական այդ զենքի կիրառման հետևանք է, եւ մենք տեսնում ենք այն հիասթափությունը, հուսախաբությունը, որը դուք նշեցիք։ Այսինքն մենք շատ լավ ենք հասկանում, թե ինչ զենք է կիրառվում եւ վերջի գազային պայմանագրերը դրա փայլուն օրինակն են։ Սա միայն ուղղակի այսպես ստորացում չի, սա որոշակի նպատակներ հետապնդող գործողություն է, որ հույսերդ կտրեք առհասարակ որևիցե ձևով պետականության եւ ինքնիշխանության երազանքներից։ Մտածեք գոյության մասին, մտածեք ձեր ջերմության մասին եւ այլն եւ այլն։ Հենց սա է, որ նախ եւ առաջ մեր մտքերի գաղութացումը մենք պետք է կանխենք։ Մենք պետք է բոլոր արժանապատիվ քաղաքացիները հասկանան, որ նախ եւ առաջ մեր ապագաղութացումը պիտի սկսվի մեր ուղեղներից, մեր մտքերից, այսինքն մենք թույլ չպիտի տանք հուսահատվել մեզ, պիտի իմանանք, որ այն ժողովրդի զավակներն ենք, որոնք շատ ավելի մեծ փորձություններով են անցել, սա էլ մի մեծ փորձություն է, սա էլ է անցնելու եւ մենք վերականգնելու ենք այն հիմնական լծակները, որով մենք ի վերջո կկարողանանք կերտել մեր երազած հայրենիքը։ Պետք է իսկապես կոնսոլիդացիա նաև տարբեր նախաձեռնություններ, որպես անկասկած այսպես հատվածական պայքարում են արդյունքները շատ չեն լինում։ Հիմա 4 կուսակցություններ այս գազային պայմանագրերի հետ կապված հայտարարությամբ հանդես եկան, որ վաղեր չեն, հա, դրանք կարծես թե փորձել փրկելու ընդդիմադիր կուսակցությունների վերջին վաղճանը գոնե չազդարարելու համար։ Հիմա քանի որ իրենք էլ ինչ-որ քայլեր են անում, կա քաղաքացիական պայմանագիր, կա նախախորհրդարան, ի վերջո դրանք ընդհանուր մի պլատֆորմով չպիտի հանդես գան, եթե իսկապես նպատակը մեկն է համակարգափոխությունն է կամ չգիտեմ։ Հենց ձեր ասած պատճառով մենք այսօր նորից կոչ ենք անում բոլոր քաղաքացիական առողջ ուժերին գիտակցել պահի պատասխանատվությունը եւ հասկանալ, որ հերթական ուրեմն դիմադրությունը, որը պիտի ստեղծվի, դիմադրության հարթակը, որը պիտի ստեղծվի, նպատակ պիտի ունենա
յուրային կառավարության վերստեղծում։ Այլ նպատակ այդ հարթակը չի կարող ունենալ, որովհետև դա չի լինի արդյունավետ լուծելու ինքնիշխանության հարցերը։ Եթե այս նպատակը դրվում է, ապա բոլոր հնարավոր միջոցները հնարավոր են եւ քննարկումներ կարող են ծավալվել այդ ուժերի միջև, որը ի վերջո կբերի այդ առողջ ուժերի միավորմանը։ Եթե այս նպատակը չի ընդունվում, այլ մենք ընդամենը շախմատի տախտակին գեղեցիկ կոմբինացիաներ ենք անում, բայց մատի մասին, մատ անելու մասին չենք ուզում խոսել, ապա ամբողջ շարժումը կվերջանա ազգային ժողով, սահմանադրական դատարան, ծիծեռնակաբերդ հետագծով։ Մենք այդ հետագիծը արդեն տեսել ենք բազմիցս։ Դրա համար շատ հստակ պիտի լինի հետագծի վերջի կետը։ Արդյոք մենք ուզում ենք վերստեղծել մեր յուրային կառավարումը, մեր ժողովրդի յուրային կառավարումը, եւ եթե այո, ապա արդյոք հնարավոր է գոյություն ունեցող կառավարման համակարգում դրա վերականգնումը։ Ըստ մեզ, քանի որ որոշումների կայացումը մենք բազմիցս տեսանք եւ գազային պայմանագրերը դրա փայլուն օրինակն են, որ ամբողջ ընդդիմությունն էլ եթե միանում է, միևնույն է որոշումը կայացվում է եւ եթե անգամ բողոքարկվի սահմանադրական դատարան, մենք ուղղակի վստահ ենք, որ հերթական անգամ դա մերժվելու է, մենք կանգնելու ենք նորից կոտրած տաշտակի առջև։ Ես դեմ չեմ, որ այդ ճանապարհը իրենք անցնեն որպես քաղաքական կուսակցություններ, սակայն դրան զուգահեռ պետք է արվի այլ գործողություններ, որոնք կախված չեն գործող իշխանության կամքից, այլ կախված են ընդդիմության կամքից եւ ընդդիմության վճռականությունից։ Ահա այն հարթակը, որը հնարավորություն է տալիս բոլոր առողջ ուժերին միավորվել, ըստ մեզ։ Իսկ մինչև հիմա կուսակցությունների կողմից կամ առաջարկ միանալու ձեզ կամ ցանկություն։ Մենք դուք գիտեք, որ նախախորհրդարանը բազմիցս տարբեր միջոցառումներ, քննարկումներ, հանրային քննարկումներ է անցկացնում տարբեր հարցերի շուրջ եւ մենք տեսել ենք, որ տարբեր կուսակցության ներկայացուցիչներ մասնակցում են մեր քննարկումներին, մենք ողջունում ենք իրենց ներկայությունը, քննադատությունը, անգամ այլընտրանքային առաջարկությունները, սակայն կրկին անգամ ասեմ, որ այս բոլորի նպատակը պիտի լինի յուրային կառավարության վերստեղծման խնդիրը։ Ուղղակի շփումներ, բանակցությունները իրենք չեմ կարծում, որ կարող են արդյունավետ լինել առանց նպատակի հստակեցման։ Իրանք որպես կուսակցության ներկայացուցիչներ են Դուք այդ հարցը կարծում եմ պիտի ուղղեք այդ կուսակցությունների ներկայացուցիչներին։ Մենք մեր կողմից բաց ենք բոլոր տեսակի քննարկումների եւ ես ասացի ինչ հիմքի վրա։ Եթե այլ հարցեր չկան, շնորհակալություն, կա մամլո հաղորդագրություն, որը կարծում եմ, որ օգտակար կլինի ձեզ, շնորհակալություն այսօրվա ասուլիսին մասնակցելու համար։